Ահա կույսը պիտի հղիանա եւ մի որդի պիտի ծնի, եւ նրան պիտի կոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Այս մարգարեությունն է, որ իրականացավ Աստծո որդու ծննդյամբ։ Մանուկ Հիսուսի ծնունդն ուղեկցվեց հրաշալի հայտնություններով։ Բեթղեհեմից ոչ հեռու դաշտում հովիվներին հրեշտակ երևաց եւ հայտնեց, որ աշխարհ է եկել Մեսիան, Փրկիչը, եւ հովիվները քարայր գնացին երկրպագելու նրան։ Այդ օրերին քարայր գնացին նաև մոգերը, արևելյան իմաստունները, քանի որ նրանք էլ երկնակամարում ճառագող մի նոր աստղ էին տեսել։ Դա նշանակում է, որ մեծ այր է աշխարհ եկել։ Մոգերն էլ եկան երկրպագելու նորածին Փրկչին, ընծաներ մատուցեցին եւ հեռացան։ Այսօր խորհրդանշական այս մսուրը պարտադիր այցելության վայր է յուրաքանչյուրիս համար, իսկ տոնը Սուրբ Ծնունդը համախմբության նորոգվելու, ներելու, սիրելու յուրօրինակ մի հրավեր։ Մենք մարդիկս, որ միշտ ունենք կյանքում հուսահատություններ, դժվարություններ եւ դժբախտություններ, մենք միշտ ապավինում ենք մի լուսավոր տոնին եւ դա այսօրվա տոնն է, որը սկիզբ է առնում տարվա սկզբին եւ քրիստոնյաներիս համար հոգեվոր նոր տարին սկսվում է Սուրբ Ծննդյան տոնով։ Եվ այս հոգեվոր նոր տարվա մեջ մենք ուզում ենք, որ մեր բոլորի ճանապարհը դառնա Քրիստոս գնացող մի ընթացք, որպեսզի մենք միշտ մոտենանք այն Սուրբ Մսուրին, այն Սուրբ ընտանիքին, որտեղից որ ճառագայթեց եւ սկիզբ առավ քրիստոնեությունը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոս։ Սուրբ Ծննդյան եւ Աստվածհայտնության տոնը հայ առաքելական եկեղեցին տոնախմբում է հունվարի 6-ին։ Հանդիսավոր թափորը հայոց հայրապետին մայր տաճար է ուղեկցում։ Իսկ հայրապետական ամփովանին կրելու պատիվն այս տարի ունեցան Իզմիլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, Մայրաթորի գլխավոր ճարտարապետ Արա Վարդանյանը, վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանն ու բանասեր Գևորգ Մադոյանը։ Մենք ամփովանակիրներին ընտրելու ընթացքին նկատի ենք ունենում այն մարդկանց, ովքեր որ այդ տարվա ընթացքում արժանի գործ են կատարել եւ աչքի են ընկել իրենց բարի գործերով։ Եվ իրենց համար էլ սա յուրահատուկ մի քրիստոնեական բարեպաշտական արտահայտություն է իրենց մասնակցությունը բերելու հայրապետական պատարագի այդ նվիրական գործին։ Հարյուրավոր հավատացյալներով եւ ուխտավորներով լեցուն է մայր տաճարը։ Սուրբ Ծննդյան պատարագը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն է մատուցում։ Արարողությանը ներկա են Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, կրթության, գիտության եւ մշակույթի ներկայացուցիչներ։ Քանի դար, հա? Ինչպես հայ մարդիկ։ Այսօրը եկել են այստեղ։ Եվ իրենց համար կյանքը նորոգելու օր է եղել։ Ամեն անգամ այս ծննդյան տոնի հետ հոգու մեջ վերածնվելու օր է եղել։ Ու մտածում եմ, որ այսպիսի օրերին մենք մեր նախնիների հետ ենք կապվում։ Հանկարծ դառնում ենք մի մարդ։ Հանկարծ հիշեցնում եմ արժեքներ ունես, սրբություններ ունես, անցյալ ունես, նախնիներ ունես եւ զավակներ ունես, որոնք երբ հասակառնեն պիտի գան։ Հրաշափառ Սուրբ Ծննդյան պատարագի ընթացքում ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց աշխարհասփյուր հայ ժողովրդին եւ հղեց իր հայրապետական պատգամը։ Անուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Որի հրեղենա թորն թորես բնակյալ եւ իր իշտակած սպասավորյալ այսօր կամով հոր իհերկրի երևեցար մարմնով կուսական ծննդյամ։ Քեզ ընձորս անմարմնոցն անդադար օրհնաբանեմ։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, շարականագրի աղոթամատույց այսօր ներգով բերում ենք ձեզ մեր Տիրոջ եւ Փրկչի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության
սքանչելի ավետիսը։ Երկնային բարձունքներում ամենակալ հորն աթոռակից եւ հրեշտակներից սպասավորյալ Աստծո որդին մարմնացավ եւ աշխարհ եկավ, որպեսզի ընդունենք փրկության հույսն ու շնորհը եւ միշտ նորոգվող կյանքը, որ փրկիչ մեր Տերն է պարգևում։ Բեթղեհեմում ծնված մանուկը նոր սիրտ ու հոգի է բերում աշխարհին, ճանաչելու Աստուծո սերը մարդկանց հանդեպ եւ այն դարձնելու արդարություն, խաղաղություն եւ սեր միմյանց հանդեպ։ Բերում է զորությունը, փարատելու անհուսության խավարները եւ երկրի վրա հաստատելու սիրով լի այն կյանքը, որ ունի հավիտենական կյանքի ավետիսը։ Սուրբ Ծննդյան ավետարանական պատումը մարդկության կյանքում Աստուծո ներկայության մեծ խորհուրդն է պատկերում։ Բեթղեհեմի քարայրը նախատիպն է Սուրբ Եկեղեցու։ Հասարակ հովիվները եւ իմաստուն մոգերը Աստվածպաշտության համար մեկտեղված հավատացյալներն են։ Իսկ մատուցված ընծաները առաստված հավատքով ապրված բարի ու երկնահաճո կյանքն ու գործերը։ Բեթղեհեմյան երկնակամարում Տիրոջ փառքի ծագումը եւ լուսափայլ հրեշտակների հնչեցրած պատգամը երկնային հրավերն է աշխարհին, խաղաղության ու մարդկանց մեջ սիրո եւ հաճության, որոնց այսօր էլ փափագում է նեղություններով ու մարտարավերներով բեռնավորված աստվածաստեղծ օրրանը մարդկության։ Նյութատեխնիկական մեծ ձեռքբերումներ արձանագրած, գիտական բարձունքներ նվաճած, ներկա աշխարհում չեն դադարում կյանքի խաղաղությունն ու բարօրությունը խաթարող տագնապներն ու ցնցումները, քաղաքական հակամարտությունները, ռազմական բախումները, խորացող ֆինանսական, տնտեսական ճգնաժամերը բերում են ավեր, վիշտ ու տառապանք, կարիքի եւ անապահովության նոր խնդիրներ։ Մարդկային ըմբռնումներում խեղաթյուրվում են աստվածադիր հիմնարար սկզբունքները։ Մարդը չի ընկալվում որպես Աստծո պատկերով եւ նմանությամբ ստեղծված։ Կյանքը որպես երկնաշնոր գերագույն պարգև եւ մերձավորի հանդեպ սերը որպես Աստված նմանություն։ Այս իրավիճակները եւ մտածողության այսպիսի աղավաղումները հեռացնում են մարդուն հոգևորից, առաջնորդելով աստվածամերժ ընթացքների, մարդու եւ ազգերի իրավունքների ոտնահարման, ընտանիքի գաղափարի, բարոյական արժեքների աղճատման։ Հակառակ աստվածային կամքին մարդու հակոտնի ընթացքների մարդեղության մեծ խորհրդով Տերը ցույց տվեց, որ իր անսահման սիրո ու խնամքի մեջ է աստվածաստեղծ մարդը եւ երկրային գոյությունը բաժանված չէ հավիտենությունից, իսկ մարդկության պատմությունը Աստուծո ներկայությունից։ Ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում մինչև աշխարհի վախճանը, ասում է Փրկիչ մեր Տերը։ Մարդկային կյանքում Փրկչի մշտական ներկայությունը նոր իմաստ է պարգևում, բարձր ու վեհ բովանդակություն հաղորդում մարդու եւ աշխարհի ընկալմանը, բերելով մարդկանց Աստծո ժողովուրդ լինելու գիտակցությունն ու պատասխանատվությունը եւ հրավերը մնալու եւ հարատևելու սիրեցեք միմյանց Տիրոջ նոր պատվիրանի մեջ։ Մերձավորի հանդեպ սերը
վեհացնում եւ արժեվորում է մարդուն եւ նրա գործերը, պահում Աստված նմանության շնորհի մեջ եւ հանրության կյանքը հաստատում բարու մեջ։ Միմյանց հանդեպ սիրով առաջնորդվող հասարակությունը կարող է բխեցնել կյանքը ոռոգող հոգևոր ներուժի անսպառ աղբյուրներ, լինել ճշմարտապես արդարամիտ եւ իրավադատ, կարեկից ու ողորմած, տերունապատվեր այս ուղիով մարդկությունը կարող է ձերբազատվել աղետաբեր իրավիճակներից եւ հոգսերից, դիմակայել նեղություններին, արդարությամբ հարթել հակառակությունները եւ համերաշխ գոյակցությամբ կերտել նոր օրը մարդկության կյանքի։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Սուրբ Ծննդյան օրհներգին ու փառաբանությանն այսօր միախառնվում են մեր սրտաբուխ աղոթները հանուն ցեղասպանության մեր անմեղ նահատակների, ովքեր չուրացան փրկչին, իրենց ինքնությունն ու սուրբ հավատքը, Եղեռնի դառնաղետ տարիների ամենադաժան փորձությանց մեջ անգամ չլռեց փրկչին ուղված մեր ժողովրդի հոգու օրհներգը, մեր Տիրոջ հետ գտանք ոգին եւ ուժը վերածննդի, պետականություն կերտեցին, ազգային մեր կյանքը բարձրացրեցին, մեր իրավունքների համար պայքարեցինք հավատով, որ արդարության եւ ճշմարտության ուղիները պիտի կերտեն բռնությունից զերծ, մարդասեր ու խաղաղ աշխարհ։ Հայոց ցեղասպանության ոճրից 100 տարի անց նույն հավատով եւ վստահությամբ շարունակում ենք մեր պայքարը, հանուն մեր արդար դատի, մեր խաղաղ կյանքի, չդադարող շրջափակման եւ պատերազմի վերսկսման պայմաններում։ Այսօր մեր կյանքում արկա բազմաթիվ հրամայականների ու խնդիրների առջև սիրելիներ, առավել ջանք ու նվիրում ներդնենք, հանձնառնենք հայրենաշեն ու ազգաշեն ծրագրեր ու գործեր, իսեր մեր ժողովրդի բարօրության, մեր երկրի հզորացման, մեր իղձերի իրականացման։ Մեր կյանքը ապրենք հայրենյաց ավանդներով, հավատարիմ քրիստոնեական մեր արժեքներին, նյութապաշտությանը դիմակայելով աստվածպաշտությամբ, շահամոլության դեմ դնելով Տիրոջ կողմից գովաբանված ողորմությունը, ուժի եւ ստիպողականության փոխարեն Քրիստոսապատվեր սերը, եսասիրության եւ շահագործման փոխարեն բարի սամարացու նման կարիքավորին օգնելը, եղբայրատյացության փոխարեն առաքյալի հորդորած եղբայրսիրությունը եւ մեր մեծերի օրինակով եսի փոխարեն ազգը, բարգավաճենք եւ զորանանք ընտանիքներում նոր զավակների ծնունդով, ազգանվիրումի, հայրենասիրության նոր վկայություններով, մեր ազատ երկրից, սփյուռքի եզերքներից, վերականգնված եւ նորակառույց մեր եկեղեցիներից, հանուր հայ կյանքից երկինք բարձրացնելով մեր հայրերի օրհներգը, ըստ քեզ ընձորս անմարնոցն անդադար օրհնաբանեմ։ Սուրբ Ծննդյան խնդակի նավետիսով ողջույն ենք հղում առաքելական մեր Սուրբ Եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին, Արամ առաջին Մեծիտան Ընկիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի հայոց պատրիարք, ամենապատիվ Տեր Նուրհան arciepiskopos Մանուկյանին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք, ամենապատիվ Տեր Մեսրոպ arciepiskopos Մութաֆյանին եւ մեր եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին,
մաղթելով Տիրոջ զորակցություն իրենց առաքելությանը իզորացում մեր ժողովրդի հոգևոր կյանքի եւ ի պայծառություն մեր Սուրբ Եկեղեցու։ Ողջույն ենք հղում մեր քույր եկեղեցիների հոգևոր պետերին, Փրկչի ամենառաջ շնորհները հայցելով իրենց եւ իրենց հավատավոր հոտին։ Հայրապետական օրհնությամբ մեր բարեմաղթանքներն ու ողջույնն ենք բերում Սուրբ Պատարագի Սրբազան արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին եւ առաջին տիկնոջը։ Ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, հայոց պետական ավականուն, աղոթքով, որ Տիրոջ օրհնությամբ արգասավորվեն մեր երկրի եւ ժողովրդի խաղաղությանն ու բարօրությանը եւ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված նրանց ջանքերը։ Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին, մաղթելով արգասաբեր գործունեություն ի նպաստ մեր ժողովրդի բարեկամության ու համագործակցության եւ տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդման։ Սուրբ Ծննդյան ողջունաբերավետիսով հայրապետական մեր օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին, մաղթանքով, որ ջերմ սիրով սրտում պահպանի Տիրոջն ուղղված օրհներգը եւ մնա բարձրյալի ամենախնամաչի հովանու ներքո, հավատարիմ վերազարթոնքի իր տեսիլքներին եւ լավատես, որ երկնային արդարության լույսով պիտի բացվի իր հանդեպ արդարությունը վերականգնելու օրհնյալ օրը։ Աղոթք ենք բարձրացնում, որ Փրկիչ մեր Տիրոջ շնորհները սփռվեն մարդկանց սրտերում, խաղաղություն, համերաշխություն, ապահով առաջընթաց բերելով աշխարհին։ Թող մարդեղացյալ մեր Տերը Հիսուս Քրիստոս ամեն ժամ օրհնի եւ առաջնորդի մեր կյանքը, խաղաղ հավատքով ամուր, սիրով ու միասնական պահպանի մեր ժողովրդին այսօր եւ միշտ փառաբանելու իր Սուրբ անունը, Հոր եւ Սուրբ Հոգու հետ, ամեն։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Սուրբ Ծննդյան պատարագի ավարտին ամենայն հայոց կաթողիկոսը կատարեց ջրօրհնեքի արարողությունը ի նշան Քրիստոսի Հորդանանում մկրտվելու։ Այս տարի Մայրտաճարում ջրօրհնեքի խաչի կնքահայրը Ռուսաստանաբնակ ազգային բարերար Սամվել Կարապետյանն էր։ Հայոց հայրապետը օրհնեց ջուրը, որը հետո բաժանվեց հավատացյալներին։ Օրհնված ջուրը սպեղանի է, մարդիկ այն գործածում են հիվանդություններից բժշկվելու համար։ 2015-ն է, մի թվական, երբ մենք բոլորս պիտի համախմբվենք մեր սրբությունների եւ սուրբ հիշողության շուրջ։ Մի թվական, երբ հայ մարդուն վիրավորանք չպետք է հասցնի։ Մի թվական, երբ հայ մարդուն միայն բարի բաց ձեռք պետք է մեկնի, որովհետև սա ազգընտանիք լինելու թվական է։ Աշխարհը մեզ է նայելու, իսկ մենք իբրև ազգընտանիք սկսենք այս թվականը, ավարտենք այս թվականը, գուցե Սուրբ Ծնունդի խորհուրդը իր հայկական իմաստով, սա է մեզ համար։ Այսօր անփողանակիրներից մեկն էի ես, դա մեծագույն պատիվ է, որը այդ հնարավորությունը ընձեռնեց ինձ Ապար Հայրապետին ուղեկցել Մայրտաճար։ Ես հպարտ եմ դրանով, այսօր Սուրբ Ծննդի խորհրդի ներքո, որպես հույսի, սիրո, լույսի տոն, շնորհավորում եմ բոլորին, ցանկանում եմ, որ մեր կյանքում
երբևիցե չպակասի հույսը, լույսը եւ սերը։ Մարդ ապրում է մարդու համար։ Եթե յուրաքանչյուր մարդ մտածի, որ Քրիստոս իր կյանքը նվիրել է մարդկությանը, նա կհասկանա, որ ինքն էլ պետք է կարողանա նվիրել գոնե իր շրջապատին, այլ ոչ թե միայն մտածի իր մասին, իր սեփական ապրելաձևի մասին։ Մեր օրերում կյանքը բավականին դժվարություններ ու բարդություններ ունի, թե անձնական, թե կենցաղային, թե գործնական, աշխատանքային եւ մարդը կարիք ունի հոգենորոգման եւ հենց Հիսուսի ծնունդը այն բարեբեր լույսն է, որ նորոգում է մեր հոգիները։ Նորածին Քրիստոսին ընդունեցին ամենահասարակ հովիվները, ամենաուսյալներն ու իմաստունները։ Սքանչելի այս իրադարձությունը Սուրբ Ծնունդը հրաշագործում է յուրաքանչյուր մարդու կյանքում, ով ապրում է իր կյանքն ընդունելով Տիրոջը։ Մերի Հովսեփյան, Արտաշես Մաթևոսյան, Սուրեն Տեր Գրիգորյան, Եկեղեցական կյանք։